Իսպանիայի, Պորտուգալիայի ու Ֆրանսիայի որոշ շրջաններում երկուշաբթի օրվանից սկսած խավարը դեռ ամբողջությամբ չի ցրվել։ Հոսանք չկա։ Սա պատմության մեջ էլեկտրաէներգիայի ամենամասշտաբային ու ամենաերկարատև անջատումներից մեկն է, գնահատում են միջազգային լրատվամիջոցները։ 3 երկրներում մարդիկ անցնում էին 21-րդ դարի կենսակերպի հետ անհամադրելի փորձության միջով։ Սևիլիայից Բարսելոնա գնացքը գնում է 6 ժամում։ Դրան գումարեք այն 11 ժամերը, որոնց ընթացքում մենք մնացինք փակված։ Սկզբում կարծում էինք, որ դա կտևի 1 կամ 2 ժամ, բայց մենք զգում էինք, որ մեզ լքել են։ Ես չեմ կարողանում նորմալ շնչել, հենց որ ուժ եմ գործադրում նույնիսկ խոսելիս, թթվածինս վերջանում է, ես անվասայլակի վրա եմ, շնչում եմ թթվածնի սարքով և իհարկե կախված եմ էլեկտրաէներգիայից, դա կոչվում է էլեկտրակախվածություն։ Գնացքից ու մետրոյից օգտվող, անկանխիկ եղանակով վճարումներ անող, ինտերնետ օգտագործող ցանկացած մարդ ունի էլեկտրակախվածությունն այս կամ այն չափով։ Այս պահին բնականոն կյանք է վերադարձել Պորտուգալիայի ու Ֆրանսիայի ողջ բնակչությունը, իսկ իսպանական Red Electric-ն հայտնել է, որ էլեկտրաէներգիայի պահանջարկի ավելի քան 99%-ը բավարարվել է։ Այժմ հերթը երևույթի պատճառները բացահայտելունն է։ Ես կոչ եմ անում լինել համբերատար։ Նման այլ դեպքերում մի քանի ամիս է պահանջվել հասկանալու համար, թե որն էր խնդրի հիմնական պատճառը։ Մենք հասկանում ենք, որ էլեկտրաէներգիայի ցանցում որոշակի տատանումներ են առաջացել, մատակարարման կայանները սկսել են ավտոմատ կերպով անջատվել, եւ երբ մեկ կայանը անջատվել է, նվազել է հոսանքի հաճախականությունը, դրա հետևանքով անջատվել է մեկ այլ կայան եւս, եւ ապա ըստ էության 1 վայրկյանի ընթացքում ամբողջ համակարգը անջատվել է, բայց մենք դեռ լիովին չենք հասկանում, թե ինչն էր դրա սկզբնական խթանը։ Բայց էլեկտրաէներգիայի անջատման առաջին իսկ օրվանից ապրիլի 28-ից վարկածներն արդեն շրջանառվում էին։ Պորտուգալիայի էլեկտրական ցանցի օպերատորը հայտարարեց, անջատումների պատճառը Իսպանիայում գրանցված հազվագյուտ մթնոլորտային երևույթն է։ Այս տատանումները էլեկտրական համակարգերի միջև համաժամեցման խախտումներ են առաջացրել, ինչը եվրոպական ցանցում հանգեցրել է փոխկապակցված հաջորդական խափանումների, ասված է հայտարարության մեջ։ Սակայն Իսպանիայի օդերևութաբանական գործակալությունը տեղեկացրել է, որ անջատումների պահին օդերևութաբանական կայաններում անսովոր օդերևութաբանական կամ մթնոլորտային երևույթներ կամ ջերմաստիճանի տատանումներ չեն գրանցվել։ Մեկ այլ վարկած վերաբերում էր կիբերհարձակման հնարավորությանը։ Ազգային կրիպտոլոգիական կենտրոնն արդեն ուսումնասիրում է կիբերանվտանգության առումով ռիսկերը։ Էլեկտրաէներգիայի ցանցի, ինչպես նաև մասնավոր օպերատորների համակարգչային գրառումներն արդեն ուսումնասիրվում են որևէ վարկած չբացառելու համար։ Պորտուգալիայի ազգային կիբերանվտանգության կենտրոնը չի տեսել կիբերհարձակման մասին փաստող որևէ նշան։ Դրա հավանականությունը բացառել է նաև իսպանական էլեկտրացանցի օպերատորի համակարգի շահագործման ղեկավար Էդուարդո Պրիետոն, բայց իսպանական իշխանությունը ստուգումները այնուամենայնիվ կիրականացնի։ Մթնոլորտային տատանումներից ու կիբերհանցագործություններից հետո երրորդ հավանական մեղավորը համարվում է վերականգնվող էներգիան։ Այս պնդումը Իսպանիայի քաղաքական ընդդիմությունից է։ Ավանդական գազային եւ ատոմային էլեկտրակայաններն ունեն պտտվող տուրբիններ էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Այդ տուրբիններն իներցիայով կարողանում են պահպանել իրենց իմպուլսը նույնիսկ այն ժամանակ, երբ չեն սնվում, եւ կուտակում են որոշակի քանակությամբ էներգիա ցանցը կարգավորելու համար։ Արևային էներգակայանների դեպքում նման հնարավորություն չկա։ Իսպանիայի կառավարությունը շտապել է հերքել այս վարկածը։ Կոմունալ ծառայությունների պատասխանատուն տեղական լրատվամիջոցներին հայտնել է, որ այդ տեխնոլոգիաները արդեն կայուն են, գործում են ավանդական արտադրության համակարգի պես առանց անվտանգային խնդիրների։ Իսպանացի եւ պորտուգալացի օպերատորները մեծ փորձ ունեն իրենց էլեկտրաէներգետիկ համակարգում վերականգնվող էներգիայի մեծ ծավալների կառավարման հարցում։ Մենք նաեւ Եվրամիության մակարդակով ունենք հստակ կանոններ եւ ապահովում ենք էլեկտրաէներգետիկ համակարգի ու դրա հզորության հավասարակշռությունը վերականգնվող էներգիայի արտադրության պայմաններում։ Այսպիսով, մենք դեռևս չգիտենք, թե ինչն էր անջատման պատճառը, բայց վերականգնվող էներգիայի դեպքում կա նման խնդրից խուսափելու բավարար փորձ։ Ընդհանրապես Իսպանիան լուսավորվում, շարժվում, գործում է 53%-ով արևի, 11%-ով քամու եւ միայն 15%-ով գազի եւ ատոմային էներգիայով։ Այս երկիրը պլանավորում է տասնամյակի վերջում իր էլեկտրաէներգիայի 81%-ը արտադրել վերականգնվող աղբյուրներից։ Արուսյակ Կապուկչյան, Ռադիոլուր։